դուրս է գալի մի հատ այս կես ժամ 40 րոպե աստեղ ենք, ոչ մեկ չի մոտենում։ Բայց տեսնում եք, պաշտոնյաները ներս են մտնում, գնում են, գալիս են, հենա։ Հիմա պատվի առնում մտավ, էսա մեկ էլ հաջորդը դուրս կգա։ Նոր էլ քիչ առաջ, որ եթեր ենք մտել, մեր հայրենակիցներից կապ հաստատեցին, փաստորեն ոչ միայն Ուլնեցու փողոցից են տասնյակ մեքենաներ, ապօրինաբար բերել հատուկ պահպանվող տարածք, այլ Տաշիրի տարածաշրջանից ուրեմն մեքենաներ, որ դուրս են եկել Երևան շարժվելու նպատակով, էլի ապօրինի, այդ մեքենաները բոլորը տարել են էլի հատուկ պահպանվող տարածք։ Փաստորեն ոչ միայն խնդիրը Երևանում ա եղել, կոնկրետ Ուլնեցու փողոցի հարակից տարածքում ա այդ ապօրինությունները կատարվել, նաև Տաշիրից երևի իմացել են, որ գալիս են ի աջակցություն Սամվել Կարապետյանի կամ առհասարակ մարդ ա, Տաշիրից օրինակ գործ ա ունեցել, այդ բանին գնացել ա Երևան։ Մեքենան կանգնացրել են, վերցրել մեքենան ու դրանք նորից էլի տասնյակ են։ Հիմա փորձում եք թիվը ճշտել, ինչքան մեքենա ա կամ սրանք վերջը ինչ հոդաբաշ պատասխան ի վերջո տալու են, թե էլի նորից էլի բնորոշ վարքագծով մեքենաները էլի ամիսներով պահելու են հատուկ պահպանվող տարածքում առանց որևէ մի բացատրության։ Պարզ ա, չէ՞ որ ուղղորդված է, ավելի քան պարզ է, որ ուղղորդում ա եղել, հրահանգ ա եղել, ցույցում ա եղել մեքենաները, բոլոր մեքենաները տանել։ Հիմա էլ արդեն էլի նորից էլի կանգնած սպասում։ Հիմա նորից դիմեք զանգեք։ Ազգային ժողովի պատգամավոր եք տեղյակ ենք պահում, ղեկավարությանը տեղյակ ենք պահում, ղեկավարությանը տեղյակ ենք պահում։ Ախր գիտեք ինչ են տանում, որտեղ իրանք է պատով։ Դանելյան, մեզ ասացին մի րոպեից կգան, այս արդեն 15 րոպեա կանչել է, անցել է, կարող են դրանք նորից փորձել։ Փորձում ենք, մի անգամ ես չենք կարող։ Հրահանգ կա, հիմա ներս չեն թողում էլ երևի։ Զանգել են երևի կապնվել, ասել ներս էլ չթողեք։ Այս մարդիկ էլ են մեքենաների արծը։ Բան այդ խնդիրներով են հավաքվում։ Բաժանորդն անհասանելի է։ Նույն անգլեր են ապրում։
ինչ իրավունք ալու։ Հա, մարդը քիչ է գնում։ Իրանք են գալի, չեն գալի։ Էներ չեն բացում, նայ որ ավտոմատ